Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի անիմալիքի եթերում զրուցելու եմ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի անիմալիքի նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Կարեն Սարգսյանի Telegram-ի անալիքի հղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն։ Դուք խորհրդարանական ընտրությունների արդյունքները ինչպես եք գնահատում, արդյոք կանխատեսելի էր, որ նման ցուցանիշներ կլինեն։ Ցուցանիշները հենց թվերի հետ կապված ես իհարկե ոչինչ չեմ ասել, բայց իրավիճակը այո, ես միշտ նշել եմ, որ տենց է լինելու, լինել է Նիկոլ Փաշինյան եւ երկու в смысле ռուսամետ ուժ, պլյուս Նիկոլ Փաշինյանը նենց չի, որ ռուսամետ չի, բայց ամեն դեպքում ես կանխատեսել եմ, որ ոչ մի այլ ուժ չի կարող տեղ ունենա այս պարլամենտում։ Ինչով էր դա պայմանավորված։ Պայմանավորված էր նախկինում այս վերջի 5 տարվա ընթացքում իրականացրած ծրագրերով եւ այս վերջի փուլում, ասենք, եվրոպական առաջնորդների մուտք գալը Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների գալը Հայաստան եւ այդ ամբողջ բանը գործընթացը, որ Նիկոլ Փաշինյանը վերագրեց իրեն եւ մեզ ցույց տվեց, որ ոնց որ թե ինքն է այդ ամեն ինչի գլխին կանգնած, սա իր համար լավ չի իրականում, որովհետեւ ինքը փաստացի դուրս թողեց բոլոր իրական իր հետ կողմը իր կողքին կանգնող այս տարիների ընթացքում ուժերին եւ մնաց մենակ ռուսական ուժերի դեմ։ Իսկ ինչ վերաբերվում է այս պրոեվրոպական ընտրազանգվածի միանալին Փաշինյանին, դա ակնհայտ էր, դա այն ժամանակ էլ էինք ասում, որ ընտրությունների նշանակումը եւ այդ բաները Եվրոպայի վեաժողովը եւ այլն, դա փայլուն հնարավորություն է ստեղծել իր համար հոյակաբարկանիշ ընտրություններից առաջ եւ հավաքել մտամետների ձայները։ Քանի որ մարդիկ ովքեր ուզում են, որ Հայաստանը դառնա Եվրոպայի մի մաս, դրանց զգալի մասը քաղաքականությունով չի հետաքրքրվում, իրանք դա ուզում են հասարակական մակարդակով կամ կենցաղային մակարդակով, իրանք շատ հաճախ չեն խառնվում եւ չեն ամենօրյա ռեժիմով հետևում քաղաքական իրադարձությունների, իրանք գնում են քվեարկում, գալիս են տուն։ Սա Նիկոլին տվել է բավականին մեծ ցավալով ձայն։ Բայց սա իր ընտրազանգվածը չի եւ եթե ստիպված լինի ինքը այս ընտրազանգվածի հետ աշխատել, այդ ընտրազանգվածի հետ պետք է նշեմ, որ ինքը չի աշխատել, այդ ընտրազանգվածը ինքը իրան եկել է եւ ձայնը տվել է Նիկոլին, որտեղ համարել է, որ Նիկոլը արմատամետ։ Արտաքին միջամտության մասին էր բարբերաբար խոսվում։ Հիմա երբ ունենք տվյալները, արդյոք կարող ենք ասել, որ սա նաեւ այդ միջամտության արդյունքն է։ Այո, կարող ենք, որտեղ բավականին մեծ է իմ կարծիքով ուռճացված է այն մարդկանց, շատ չէ, բայց ուռճացված է այն մարդկանց թիվը ընտրողների, ովքեր ձայնը տվել են այսպես ասած ռուսամետ կուսակցություններին։ Մյուս կողմից պետք է հասկանալ, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նախկին ընտրազանգված, որ այդքան էլ դեմ չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը եւ որը տալիս էր ձայնը Նիկոլին օրինակ 18 թվականին, որովհետեւ հեղափոխություն 21 թվականին, որովհետեւ իրանք չէին ուզում, որ Հայաստանը ամբողջությամբ դառնա գուբերնիա, ինչպես ուզում է Ռոբերտ Քոչարյանը, իրանց մի մասը դեռևս տալիս էր ձայնը Նիկոլին, հիմա այդ մարդկանց հիմնական զանգվածը ձայնը տվել Սամվել Կարապետյան եւ մենք տեսնում ենք Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի անկում էլեկտորալ եւ Նիկոլ Փաշինյանի մոտ էլեկտորատի փոփոխություն, իսկ Սամվել Կարապետյանը հավաքել է բոլոր այն ձայները, ովքեր բավականաչափ ռուսամետ են, որպեսզի կուլ տան Սամվել Կարապետյանի դիրքորոշումը, բայց դեռևս այնքան ռուսամետ չեն, որ Քոչարյանի դիրքերում կանգնեցնեն եւ ասեն, որ Հայաստանը պետք է սուբյեկտ չլինի, Հայաստանը պետք է Ռուսաստանի։ Բայց օրինակ իշխանությունը ասում է, որ ձայների ավելացում ունեն, աջակիցներն իրենց շատացել է, նախկին 680,000-ի փոխարեն հիմա 720 քանի հազար ունեն։
Սա արդյոք իշխանության աջակիցների ավելացում է, թե ընտրողների մեծ ամեն դեպքում աջակցել են, չէ՞ որ շատ թվով է այս տարի ընտրությանը Ճիշտ է, Նարեկ ջան, չէ, ճիշտ ես ասում, իրանք աջակցել են, բայց այդ են մարդիկ են, ովքեր եվրոպական ընտրություն են ուզում անեն։ Բայց հենց այդ ինչի մասին մի քիչ առաջ նշեցի, որ դա մարդիկ են, ովքեր չեն գնացել ժամանակին ընտրության, իսկ հիմա նաև գնացել են եւ ձայնը տվել են Նիկոլին, որովհետեւ իրանք ընդունել են իրականությունը այնպես ինչպես տեսել են, որ Նիկոլ Փաշինյանը կոպիտ ասած առաջնորդում է եւ մեր մեջ ասած եվրոպական կամ միջազգային արևմտյան առաջնորդները տեղ չեն թողել երկմտանքի, իրանք բաց աջակցել են Նիկոլին։ Այսինքն մարդիկ ում համար դա կրիտիկական է եվրոպական ընտրությունը, իրենք գնացել տվել են, բայց ես ինչու եմ ասում սա Նիկոլի ձայները չեն, որտեղ մենք գիտենք, որ Նիկոլը իրականում արևմտամետ չի, ոչ էլ ուզում է Հայաստանը տանի Եվրոպա։ Ուղղակի այս մարդիկ ընտրել են, որովհետև ասենք չգիտեմ, Ուրսուլա ֆոն դեր Լայն, որովհետև Մակրոն, որովհետև ասենք Տրամփ, որովհետև ֆլան, որովհետև Բեֆան, այս զանգվածն է եկել։ Ինչ հետո եկան գնաց։ Դե իրանք եկել են տվել, առանց իրանք չեն մասնակցել, դրա հաշվին է մեծացել թիվը։ Նախ իրանք չէին գնում ընտրություն, դրանց գալի մասը չէր գնում ընտրությունների, հիմա իրանք համեկել են, ամգնացել Նիկոլին են դանդում։ Իսկ այդքան որ խոսեցին, քննարկեցին Ռուսաստանից մարդ է բերվում եւ այլն, իրենք ըստ ձեզ այն մասշտաբը եկավ, որ կարար արդյունքների վրա ազդեցություն ունենար։ Չէ, մենք ինձ հետ չեմ սխալվում, քեզ մոտ խոսել եմ։ Այդ մասշտաբը, ասենք, օրական առավելագույն օրական կարող է լինել 2-2.5 հոգի։ Դա մոտավորապես ամսի 20-ից մայիսի որ հաշվես կտեսնես, որ թիվ չի դարձի 5% չէր կարող կազմել, յանալ եթե գային, այդքան չէր գալիս։ Հիմնական այդ օթանավ պետք է լինի։ Ով էր Լարսով բերելու այդ մարդկանց։ Դրանց բոլորը մոռանում են, որ այդ մարդկանց դուրսը ներս անելը մանավանդ Լարսով դա լուրջ թեմա է։ Իրանց օթանավով պիտի բերեն եւ մեծ հաշվով այդ մասշտաբը չէր վերջը։ Եվ հիմա ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն ամսի 14-ին, բայց այնուհանդերձ շնորհավորանքներ կան եվրոպական թևից, մարդ չի մնացել, որ շնորհավորի, սա ինչպես եք մեկնաբանում։ Արդյոք սա կողմնակալ կարելի է համարել, թե ոչ, եւ սրա ֆոնին մենք ունենք Ռուսաստանի լռություն, սա ինչ է նշանակում, իրենք էլ սպասում են ամսի 14-ին։ Հասկացա, հարցը բարձր է։ Դե իրավիճակը այնպեսին է, որ թվերը որքան էլ որ փոփոխվեն, Նիկոլ Փաշինյանը միևնույն է հաղթում, այսինքն ցանկացած եվրոպական առաջնորդ առավել եւս որ իրանք ունեն դիտորդներ եւ դեսպանատներն են, ես գիտեմ որ առավոտից դեսպանատներն են, մանեկ մենք գիտենք որ որովհետեւ խախտում տեղի չի ունեցել, որը կարողանա ազդի արդյունքների վրա տատանման, ասենք կարող է Ծառուկյանի դեպքում 3-9-6-ը դառնա 3-9-8 4 կամ իջնի մինչև 2, բայց հիմնական փոփոխություն ոչ մի տեղ չի լինելու։ Սա իր հերթին, հա, այսինքն իրանք կարող են շնորհավորել, բայց դրանից թե ոնց որ իրանք գործընկերն են, իրանք եկել աջակցել են։ Սա իրանք հաղթանակն է։ Ոմանք կասեն նաև, ես կասեմ բացառապես, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարկանիշը փետրվար ամսին թույլ չէր տա նույնիսկ, չգիտեմ, Շենգավիթի թաղապետ դառնալ։ Ջախջախիչ պարտվել էր, բայց ասենք հիմա ինքը կարողացավ ստանալ 3-5-երորդ, 2-երորդ չի ստացել։ Հա, իդեպ այդ բոլոր պատմությունը համանդրական մեծամասնություն, բան, բարձ մեծամասնություն, աշխարհում բոլորը թքած ունեն դες բաների վրա։ Ասենք հաղթել ես, կառավարություն կարաս նշանակես մնացածը ուժեր ժողովրդավարության սկզբունք է, հիմա դու ես նշանակում մի անձնյա վարչապետին, հետևաբար դու հաղթել ես, այդ մնացած արդյոք ու բաներ են։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանը լռում է, դե Ռուսաստանը լռում է, որովհետև ոնց որ փողա ծախսե, մարդիկ իրան հերթական անգամ խաբել են, բյուջեն վերցրել, մսխել են, ինքը մի հատ էլ Կիև 3 օրում տեսավ, եթե իհարկե սրանք խոսք են տվել, որ իրանք ընտրությունները հաղթելու են, շատ ծիծաղալու ընթացքում են, ինչ է անում, exit poll-ին հրապարակում մարդու ծիծաղ էր գալի, էլի, խի էլի, ասենք Հայաստանում exit poll չի արվում,
բայց ռուսները հրապարակում էին, մերոնք տարածում էին, չէ՞ որ ընդդիմությունը հաղթում է, բան ինչ-որ sense բաներ, այդ երևի իրենց պլանն է։ Իրենց պլանի մեջ է մտնում նաև ենթադրում եմ հետ ընտրական գործընթացների ագրեսիվ դրսևորումներ, դա նորմալ կլիներ Ռուսաստանի համար, չեմ զարմանա, կոպիտ ասած, բայց այդքան է, իրենք էլ տենց կմնա կընդունեն, հետո խելոք էլի Նիկոլեն կանչեն գասեն արու Մոսկվայի ափին այդ բան հեծանիչ։ Հետընտրական գործընթացներին Ռուսաստանի ուղղորդում աջակցություն կլինի, թե չէ, ընդհանրապես ինչ սպասենք, որովհետև քանի առանցքային ուժեր ասում են, որ լեգիտիմ չէր, վիճարկում են, ՍԴ են դիմելու, բողոքարկում են։ Դով ասում օրինակ։ Քոչարյան օրինակ ասում է, որ վիճահարույցը քննարկում ենք հիմա ՍԴ են դիմելու իրենք։ Okay, հիմա պետք է հասկանալ իրանք ինչի համար են դնում, ինչի համար են դիմում, ինչ է նշանակում վիճահարույց, Քոչարյանը ինչ ուզում ասի, որ հավաքել է 25% ձեն իրան թողել են 9, ինչն է վիճահարույց, ասենք, երբ որ դու դիմում ես, ասում ես ՍԴ կդիմեմ, ես հասկանում եմ, եթե դու ՍԴ ես դիմում, եթե օրինակ չգիտեմ, հասնում ես, որ քեզանից փողոցը ինքը հիմնականում անում էր, բոլոր իր այդ տարիների ընթացքում փախցրել ես, ասենք 20% ձեռնի, դրանից փախցրել են, բայց տենց բան չկա։ Առավելագույնը, որ վերահաշվարկ անեն, կարող է իր տոկոսը նույնիսկ նվազի, ոչ թե ավելանա։ Ասենք այդ ծելով է դիմում Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը, ասենք ցուցակում 6 հոգի ուներ, որ իրավունք ուներ ցուցակում ուներ, այդ չասած, որ Նարեկի բանն էլ քաղաքացիության հարց կա։ Սամվել Կարապետյանի հարցը։ Բայց կարծեք թե դա հերքվեց եւ արժեքա, որ փաստեր չեղան հաստատելու, որ Okay, չհերքվեց, բայց դա ասենք միևնույնն է չի նշանակում, չէ՞ որ ինքը 23% չի հավաքել, 46-ը հավաքել։ Տես ՍԴ-ն իմաստ ունի, եթե դու սիստեմատիկ ինչ-որ համակարգային մեծ բաց թողում ունես, եւ Սահմանադրական դատարանը պետք է նայի եւ ասի մենք չեղարկում ենք ընտրությունները, որովհետեւ սա ինչ-որ Սահմանադրական իրավունքից ելնելով կողմերից մեկի շահերը խիստ վնասված են։ Okay, բայց մենք տենց բան չունենք հիմա։ Ոչ մեկի շահերը տենց վնասված չեն, իրենք խելոք մասնակցել են ամեն ինչից գոհ են եղել, գնացել են բանավեճերի, այդ ինչ եղավ, որ ինչ։ Ուղղակի Պուտինից փող են վերցրել, հասկանում են, որ այդ փողը պետք է արդեն մսխել են կերել են, փողի հաշվետվությունը պետք է գրեն, այդ փողի հաշվետվության մեջ փողոցային ակցիաներ կան։ Ենթադրում եմ, սա չեմ ասում, որ տենց է։ Բայց օրինակ մենք տեսանք, որ 22 թվականին Ռոբերտ Քոչարյանը անմիջապես Ուկրաինայի վրա հարձակումից հետո փողոց հանեց մարդկանց, որովհետև սպասում էր Կիևը 3 օրում, որից հետո պետք է անել հեղաշրջում։ Այնպես որ իրանց վարքը, իրանք արդեն մարած օբլիգացիաներ են։ Նույնիսկ Սամվել Կարապետյանի ուժը, իրանք մարած օբլիգացիաներ են։ Այս երկուսից բացի բողոքարկողը, հետաքրքիր կարալնի, ասենք չի որ Ծառուկյանը բողոքարկի։ Դա որտեվ ասենք 1-4 սա, 1-4 չի, 1 անցնում ես, 1 չեք անցնում։ Այդ մի քիչ ներվայնացնում, իհարկե։ Այսինքն տրամաբանություն կա իր բանի մեջ, բայց ես խիստ կասկածում եմ, որ վերահաշվարկով այդ հարցը կլուծվի։ Այսինքն վերահաշվարկ կանեն, կպարզվի, որ նույնիսկ 3-9 6 չի, այլ ասենք 3-9 2-ա կամ 3.8-ա ու այդ թեման կփակեն կգնա։ Մնացածները ընդհանրապես այլևս գոյություն չունեն։ Ոչ որպես քաղաքական միավոր, ոչ որպես քաղաքական ուժ, այդ ուղղակի բան է, պասաժիրներ են։ Իրանք թեթև նայեք, գլորեք գնան, իրանց նույնիսկ ԶԼՄ-ում էլ տեխնիկի չանցնի, որտեղ դե ոնց որ պետքան այդ միասին որ չկարողացեք գոնե 10% հավաքեք, որպեսզի գոնե մի քիչ մի բանի վրա ազդեք, այսինքն ձեր ընդհանրապես գնալու ժամանակն է։ Եվ հաշվի առնելով, որ մինչ ընտրությունները նշվում էր, որ Ռուսաստանը չի ճանաչելու արդյունքները, հնարավոր է նման սցենարի մենք ականատես լինենք, որովհետև Պեսկովը ասում է մենք հետևում ենք վերջնական արդյունքներին, տեսնենք ինչ է լինելու, Զախարովան հակաժողովրդավար է համարում ընտրությունների ընթացքը, խախտումների մասին է խոսում։ Դե ինչ որ հիմք չկա, որպեսզի կարողանանք մտնենք դրանց գլուխը, հասկանանք ինչ են ասելու։ Իրանց ասելը մեծ հաշվով կապ չունի, կճանաչի թե չեն ճանաչի, դա էլ կապ չունի, դա որից ազդեցություն չի ունենալու։
Եթե իրանք չճանաչեն ընտրությունները, դա կնշանակի, բան չի խոսում ես ընտրությունների մասին ամբողջ մայիսը, մայիսին նորմալ էր, հա, ասենք մինչև հունիսի 7-ը ամեն ինչ նորմալ էր, հունիսի 7-ից հետո, այսինքն մենակ արդյունքները ձեր չի տալիս, ինչ կա այդտեղ բանը։ Իրենց ագրեսիվ վարքը կամ իրենց չճանաչելը, իրենց բանխոսակցությունը կարող է հիմք հանդիսանա, որպեսզի, ասենք, չգիտեմ, մենք պահանջ ներկայացնենք արդեն հանրային, ոնց որ Եվրաքվեի համար, հանրային պահանջ ներկայացնենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, օրինակ, չգիտեմ, խիստ կրճատի Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Օրինակ, դեսպանատունը հանի շպրտի դուրս Հայաստանից, Ռուսաստանի թողի 3 հոգի աշխատող։ Մի հատ կապիրկին, մի հատ քարտուղարուի, մի հատ է հավաքան։ Կապիրկինն է Մոսկվայում, կմնա 2։ Ամբողջ մնացած դիվանագիտական կազմը Հայաստանից դուրս կռնդի իր ԳՌՈ-ով, FSB-ով, մնացածով, Գյումրիի հպատոսությունը փակվի, այսինքն այս դե որ չեք ճանաչում, էլ ինչ գործ ունեք այստեղ դիվանագիտական հարաբերությունները կազմել։ Հաջողություն, ազատ եք։ Եվ կվերանայ Ռուսաստանը իր այս տնտեսական մոտեցումները մինչ ընտրությունները, որոնք սանկցիաները կիրառում էր, թե չէ։ Ինձ թվում է այստեղ մի փոքր ոչ ռացիոնալ որոշում կար, որտեղ ասենք չգիտեմ, փակվել էր նույնիսկ Ծիրանի մուտքը, որի հələ սեզոնը չի սպասվել, չի սկսվել, չի բացվել։ Կվերանայի, թե չի վերանայի, արդեն որից նշանակություն չունի։ Եթե Փաշինյանի ասածը ճիշտ է, Եվրամիությունը Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների համար մաքսատուրքերը հանել է, Եվրամիության շուկան շատ ավելի ձեռնտու շուկա է, քան Ռուսաստանը։ Հետևաբար այնտեղ արդեն կապ չունի։ Կբացի, չի բացի։ Երկու շուկա կունենան, բանը պարզա, մարդիկ կտան այնտեղ, որտեղ կարան ավելի տան ծախեն, որտեղ իրենց մոտ լարսը չի փակվում, որտեղ իրենցից ոչ մի կաշառք չի վերցնում, ու որտեղ որ տրանսպորտային ծախսերը պետությունը սուբսիդավորում։ Չենք մոռանում, որ նաև կառավարությունը ասել է, որ տրանսպորտային ծախսերը սուբսիդավորի, այսինքն Եվրամիությունը հանել է մաքսատուրքերը, կառավարությունը սուբսիդավորում է տրանսպորտը, բարդ է։ Չպետք է Ռուսաստան տանեն, հիմա Ռուսաստանը հանի, չհանի, ջանդամը գյուղ կանի, այնտեղ ձրի է ստացվում տանելը։ Բիզնես է, բան չի, ռոմանտիկ բաներ չեն, որ ասես տանեն այնտեղ։ Բայց գուցե սպառման խնդիր ունենանք, այդքան հնարավոր չլինի Եվրոպայում սպառել Եվրոպա։ Արեք, Եվրոպան 480 միլիոն մարդ է, Ռուսաստանը 150, այդ 150-ից ապրանքը առանց հայկական ծիրանի եւ լոլիկ վարունգի դիմացել են 480 միլիոն հոգին։ Յանը Ռուսաստանն էլ է միշտ դիմացել։ Այսինքն դու հասկանում ես, չէ՞ որ դու Ռուսաստանում ես, չի որ եղանակ ես ստեղծում։ Մեր արտահանածը Ռուսաստանը ընդամենը 300 միլիոն դոլարի մասին է խոսքը դնում։ Դա այնպես չի, որ ինչ-որ լուրջ փոփոխություն կայացնի միջազգային այդ բաներում, ապրանքների բորսայում։ Ապրել առանց մեզ ապրել են հա ինչ, իրանց խնդիրն է, չէ՞ ոնց որ իրենք ասում են, բեր մաքսատուրկը հանում են։ Որ կարաս տանես, առանց մաքսատուրկի մտցնես ծախես, ինչն է խնդրեմ։ Դարձախել։ Այնտեղ կա Հունաստան, այնտեղ կա, ասենք, չգիտեմ, մեծ հայկական համայնքներով, փոքր հայկական համայնքներով երկրներ, այնտեղ կա Բալթյան երկրներ, որոնք ուղղակի Ռուսաստանը ջղայնացնելու համար պատրաստ են այդ սաղապրանքը վերցնել սպառել։ Նորդիկ Բալտիկ երկրները ուղղակի իրաց մոտ ավանդույթ է, եթե իրանք որոշում են, որ Ռուսաստանի համար մի բան շատ ջղայնացնող է, շատ վատ է, իրանք անում են, իրանք սպառեն առանց բան։ Բացի դրանից կա հնարավորություն, ասեմ, չգիտեմ, հայկական ապրանքի մի մասը դնել հումանիտար միսիաներին եւ տանել Աֆրիկայի սովածներին բաժանեն։ Հիմա դա մենք ինչ գործ ունենք դրա հետ, իրանք իրենց որոշումը կայացնեն։ Եվ պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել հունիսի 9-ին եւ խիստ հանձնարարական է տվել պատժել ընտրակեղծարարներին, նշելով, որ նրանք միջև հաջորդ ընտրության արդյունքների ամփոփումը պետք է լինեն բանտում։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Բայց ես ինչ մեկնաբանում։
Հիմա կառավարության նիստը մարդը կառավարության անդամներին Չէ, ԱԱՑ տնօրենին, գլխավոր դատախազին, հակակոռուպցիոն Դե կոմիտեի ընտրությունների կեղծելը դա բավականին լուրջ հանցագործություն է։ Մնում է մենակ օրենքի սահմաններում մնա, բաներով մնա, բայց դե ասենք, որ ասեմ, բայ չգիտես շատ դժգոհ եմ դրանից, չէ շատ գոհ եմ, ուղղակի դա պիտի շուտ արվի։ Գիտեի, չէ՞ որ տենց է։ Մայիսի սկզբից գոռում էին մարդիկ, որոնք այն ինչ որ կոչվում է 10-ով շիկներ, ընկել են մեյդա։ Գիտեին, չէ՞ որ Ռուսաստանից մարդիկ են գալի։ Այդ գալացավներին այդ վաղ բռնեին, ասենք, չգիտեմ, մայիսի 30-ից բռնեին, հանեին, տանեին, պոստեր գցեին 25 օրով։ Որ գալը նաև չկարողանային դրանք մասնակցեին ընտրությունների, որտեղ ինչ է նշանակում, այսօր եկել ես ընտրական տուրիստ ես, ինչ ես, այդ ինչ է ընտրական տուրիզմ։ Արի ծառա ես, բան կանես, մի ներվի, մյուս ընտրություններին կմասնակցես։ Որտենց պետք է լինի, ասենք դու պատիժը պետք է ժամանակին լինի։ Հիմա զատիկից հետո ներկայացու է իհարկե, բայց դե էս էլ ոչ, ես չեմ կարող ասեմ, որ դա ինչ որ խիստ ինձ համար անհասկանալի կամ խիստ մտահոգող բան է։ Նիկոլը միշտ տենց է, ինքը միշտ ինչ որ ողվում է, շատ բարձր բղավում ասում է, հետո ոչ բան չի լինում իհարկե, հիշենք, որ Քոչարյանը մինչև ազատության մեջ է, ինչպես նաև բոլոր մնացածը, հիմա ասեց էլի, ընդու կանի։ Դե հիմա Ինձ թվում է ինքը ինչպես միշտ ասում է, որ տենց իր անդրազանգվածը գող մնա դրանից, հետո ոչինչ չի անում։ Հիմա ասում է ավելի վճռական եմ, պետքա ինչ ասել եմ իրականություն դառնա, Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Ծառուկյանը ճաղերի հետևում հայտնվել։ Okay, աչքս տեսնան այդ։ Հանդեպ մենակ Սամվել Կարապետյանը Ծառուկյանը չի։ Մի բուխտ մարդ, աչքս տեսնան։ Անպայման չմոռանալով նաև Խաչատուր Սուքիասյանին, ով ռազմական հանցագործ Պուտինին 15 միլիարդ դոլար փոխանցել է։ Բոլորին անխտիր, այսինքն, եթե նրանք նստում են, то Սուքիասյանն է բնի նստի։ Ինչի՞։ Որտեղ բավականաչափ հիմք կա, որտեղ ինքը ռազմական հանցագործին ֆինանսավորել է մարդասպանություն եւ մանկապղծություն։ Վերջակետ։ Պետք է լինի դա, ձև չկա։ Եթե դա չես անում, անի կիսատ է։ Այսինքն ինչ է նշանակում, ինչ որ մեկի համար օրենքը աշխատում է, մյուսի համար չի աշխատում։ Չէ, բոլորի համար անխտիր աշխատում է։ Բոլորն է իդեպ նաև Սուքիասյանը աշխատում են Իօկուտ Ռուսաստանի։ Ոչ մի տարբերություն չկա։ Իրանք բոլորը աշխատել են Իօկուտ Ռուսաստանի, եղբայր Իօկուտ Ռուսաստանի աշխատած բոլոր օլիգարխներին, մեծահարուստներին, դախլչիներին, մեգադախլչիներին բռնի, կանդալի, տարկցի բերդը։ Մենք մեծ ուրախությամբ 4, 5, 6 ցիկլ կանի աստված մեզ կյանք հատվեք, հետևենք ոնց են իրանք ծմա փտում բանտերում։ Իհարկե։ Բայց այնպես չլինի, որ մեկին օրենք մնացածին ամեն ինչ տենց չի կարող լինի։ Դա ֆաշիզմի բուն է։ Ծառուկյանի հետ կապված նաև նոր գործընթաց կա, օդանավակայանում նրան թույլ չեն տվել դուրս գալ։ Հա, ճիշտ ասած այսօր լսեցի դրա մասին, հա։ Չգիտեմ պատճառը ճիշտն ասած, բայց Դատախազությունը պաշտոնապես ասեց, որ խոշոր հարկային պարտավորություններ չի կատարել։ Հա, օքեյ։ Ես չգիտեի, որ այդ օրենքը մեզ մոտ գործում է։ Դա ռուսական բան է, հարկային պարտավորությունների արկայության պարագայում երկրից դուրս չթողնելը։ Դե հիմա ինչ ասեմ։ Չեմ կարող ասել այդտեղ այդքան իրավունքի մեջ խորացած չեմ, այդ ազատ տեղաշարժի իրավունքը խախտվում է, թե չէ։ Իմ կարծիքով խախտվում է, մյուս կողմից հասկանում ենք, որ սա նաև քաղաքական դեմարշ է, թե Ծառուկյանի կողմից եւ թե Փաշինյանի։ Հետաքրքիր է նաև ուր է թռնում, որտեղ եթե ինքը թռնում է Դուբայ կամ Ռոմ, դա մի բան է, եթե ինքը թռնում է, ասենք Մոսկվա կամ Մինսկ, դա ուրիշ բան է։ Ինչ ասած նյուանսներ կան։ Չէ, դա ընտրություններից հետո գնալ Ռուսաստան կամ Մինսկ, դա լավ չի։ Դա քաղաքական դիրքորոշում։ Բա չի նշանակում որ բռնես թե չէ, այդ պարագայում պետք է հետ չթողես։ Բայց բանը, ասենք, հետաքրքիր է, թե ինչպես է այդ ամեն ինչ ծավալվելու։ Կհասկանանք, ինձ թվում է այս գործընթացը բավական երկար կտևի, այդ կաշկշուկներ իրավաբանական։
իրավական դաշտում կլինի այդ քաշքշուկը, ռեալ փողոցային պայքար ես չեմ տեսնում, որ ոչ Քոչարյանը, ոչ Սամվել Կարապետյանը ռեալ Հայաստանում այդքան հենարան չունեն, որ փողոցային պայքար իրականացնեն։ Այնպես որ Բայց կես միլիոն մարդ իրենց քվե է տվել։ հետո ինչ։ Բա եթե իրենք իրենց ընտրած ուժերի կոչով դուրս են գալիս փողոց, Իսկ ով ասեց, որ իրանք դուրս են գալիս փողոց։ Իսկ ով ասեց, որ իրանք նայ փողոց դուրս գալը բացառապես Երևանում է աշխատում։ Այդ մեկ, այսինքն պետք է վերցնես մենակ այն ձայները, որոնք որ Երևանում։ Հետո պետք է հասկանանք Երևանում ովքեր են այդ մարդիկ։ Իրանց տարիքային խումբը։ Պրոռուսական բան է, տարիքային շեմը շատ բարձր է։ Դա 55+ է։ 55+-ը դուրս գա փողոց, թե դուրս չգա, ինքը մի ժամից պիտի գնա տուն։ Տարբեր պատճառներով, հիմնականում առողջական։ Ինքը չի կարող արևի տակ երկար փայլել, փողոց փակել, քաշքշել, ոստիկաններին հայհոյել, բան չի կարող այդ պայքարը, փողոցային պայքարը նախատեսվում է ագրեսիա։ Պետք է ստացվի, որ հիմնականում թոշակառուներ են, որոնք հենց նոր Նիկոլես Թոշակ են ստացել անվճար առողջապահություն։ Ու բան Ռուսաստանից եկած չստացված Դաղեստանցու Պրիչոսկիկով դեմքի արտահայտությունով ինտոնացիաներով ինչ-որ շատ ուսային կովկասից բաներ, իմբիցիլներ, որոնք я армянский свой язык очень люблю, բան ասենց դեբիլի դեմքով, որոնք պետք է վազվզեն են։ Դե դրանք մի 10,000 հոգի են։ Ընդ որում իրանց ոչ մեկ չի սիրում։ Իրանց այնքան չեն սիրում, որ իրանց կողքը կարող է սերի կողմնակիցները Սամվել Կարապետյանի կամ Ռոբիչ կանգնեն, որտեղ իրանք տենց ընդհանուր առմամբ տենց չեն կարողացել հասկանալ, որ իրանք տենց ինչ-որ Ռուսաստանի արվարձաններից եկած այնպես չի, որ ստե լուրջ տղա է այլ, ինքը պրոստը տեղի պատվերով համերգ կատարող։ տեսեք, այն մի քաղաքացու հետ կապված այս իրավական գործընթացը արդյոք վրեժխնդրության նման չէ, հա, իսպայն անազգան չեմ հիշում, բայց հայտնի կերպար օդանավակայանում, որ հայտարարել էր եկել եմ, ընտրեմ ժամը 7-ին շուտ գնամ, հանկարծ իրավիճակը չխառնվի ստեղ, երեխեքից որ փրկեմ, հա, ճիշտ է, ինքը շատ վրդովեցնող հայտարարություն է Հայաստանի պետականության նկատմամբ ակնհայտ արհամարհական դրսևորում է, բայց դա ավելի շատ բարոյական տիրույթում չէր, քան իրավականում, որ սենց տարանքնչական եւ այլն, թե պետք էր տանել։ Չէ, պետք է։ Ինչի։ Ակնհայտորեն պետք է։ Դե որովհետեւ ինքը տեղեկություն ունի ու չի հայտնում այդ տեղեկությունները։ Ինքը լրջորեն կասկած է հայտնում եւ այդ կասկածով նաեւ հրահրում ուժի կիրառում փողոցում։ Ինքը ասենք ինչ-որ հիմնավոր կասկածներ ունի, որ ուժ է կիրառվում ու փոխանակ հայտնի պատշաճ մարմիններին, որ գիտեք ինչ կա, ես sense տեղեկություններ ունեմ, որ ընտրություններից հետո անհամություն լինելու, ինքը գնում ինքը փախնում է, քիչ է փախնում է, հələ նաև բոլոր մնացածի երեխաներին, այսինքն երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի շրջանակներում ինքը հանցագործ է։ Ինքը գիտի, որ ինչ-որ բան է սպասում, որ երեխաներին վտանգ է ու չի հայտարարել դրա մասին։ Ես կարամ sense բան անեմ, սատանայի դատապաշտպան աշխատեմ միանան նստած այս հարցով, անգիստ կարամ իրան մինչև ցմա բանտարկություն ստեղծեմ լուրջ դեմքով ու իրան հասնում է։ Կարամ հակառակն անեմ, կարամ ասեմ դե հիմա մարդը վախեցել է գնում չի հասկանում, ուղղակի իմ անձնական վերաբերմունքը այդ ծիրանազավրներին, որոնք գալիս են ստե մենակ ծիրան լափելու գնում են կամ ասենք գալիս են ստե ընտրելու գնան, բայց իրանք ապրում են Ռուսաստանում, իրանք սիրտը Ռուսաստանի ճահիճներում է, բայց իրանք ստեղ գալիս են իրանք կեղտոտ ոտերով, կեղտոտում գնում են, դե հիմա ինչի աման։ Ես կողմ եմ, որ իրանք ասենք ոչ թե 25 օրով տանեն բանակայել 3.5 տարով, ցանկալիա 4։ Այն ինչ որ Հայաստանում վաղուց չկա զուգարան մաքրել բան էտել անեն, որովհետև տենց ինչ-որ խիղճ են գնացել Ռուսաստանը տոնդերից գալիս տեղ որոշում են, ով պետք է մեզ կառավարի եղբայր։ Արի մենք որոշենք դու ոնց ես ապրում, որովհետև իրացից ոչ մեկ բարոյական հիմք չունի դա անելու։ Այն որ դուք ունեք Հայաստանի անձնագիր, չի նշանակում, որ դուք փոխարեն պետք է որոշեք ստեղով պետք է լինի կամ ասեմ երբևիցե ոչ մի կերպ Հայաստանում խառնված չլինելով մատներդ չտալով բան անեն,
որոշեք ստեղ թե Սամվել Կարապետյանը պետք է ինչ-որ բան անի, թե Ռոբերտ Քոչարյանը։ Չէ, մենք էլ ենք։ Օդանավակայանից պետք է բռնել, տանել 4.5 տարի ծառայեն։ Կամ փողը փոխել ծառայության։ Այտենց որ իրանց դիսկոմֆորտ լինի, որ իրանք զգան, որ իրանք Հայաստանում իրական իրանց քաշը ոչ մի բան է։ Ինչքան որ իրանց Սամվել Կարապետյանն կամ չգիտեմ ով Կիրիենկո են փող են տալի գալու 10 տապատիկ այդքան իրանք Հայաստանում թողեն նոր գնան։ Որ սա լինի առաջի ու վերջի անգամը, որ իրանք ուրիշ երկրի համար Հայաստանում գործողություն իրականացնեն։ Եվ վերադառնալով էլի կառավարման առաջիկա 5 տարիների, եթե այս պատկերով շարունակում եք, ԿՊ-ն ունենում է մեծամասնություն, լավագույն դեպքում 3/5-րդի, 2/3 չի ունենում, իսկ դրա համար դատախազ, սահմանադրության փոփոխությունների նախագծի հաստատում եւ այլ բանի համար պետքա սահմանադրական մեծամասնություն, չէ, դատախազի համար 5/3 3/5-ով էլ անում, 2/3-ը ավելի շատ սահմանադրության նախագիծ Սահմանադրական փոփոխությունների մասն է։ Արդյոք անկայուն իրավիճակ չի ստեղծվելու։ Դե տես հիմա իրավիճակը այնպեսին է, որ այդ 2/3-ի բացակայությունը նույնիսկ Նիկոլայից ավելի ձեռք է տալի, որտեղ 2/3-ը իրան պետք էր բացառապես բանակցային գործընթացի համար։ Հիմա ինքը կարա միջազգային հարթակներում ասի, որ դա ամեն ինչ արեցի, չհավաքեցի դա։ Չէ, բայց ինքը Քազարշավին ասում էր, եթե սահմանադրական մեծամասնություն չվերցնեմ, պատերազմ է լինելու։ Եղբայր, ինքը շատ բան կարա ասի։ Ասում է, հետո իր ասելով ոչի, հիմա պատերազմ կարա լինի, ինչ է նշանակում, վաղը ինքը հարձակվելու է, ում վրա, Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, ում վրա, Ադրբեջանի վրա հարձակվելու։ Պետք է, երկրորդը ես տենց վստահ չլինի անդիմության բարոյական պատկերի վրա, ինձ թվում այնտեղ ինչքան է 3 ձենա պակասում, թե ինչ 3 պատգամավոր կարա փախցնին դերից Նիկոլը, որ շատ ուզենա ռեսուրսներով բաներով, ասում տենց բան չի, մեծ պրոբլեմ չի 3 ձեն կարա բերի, եթե պետք լինի, բայց ասենք ամեն ինչ արել է, չի ստացվել ու վստահ եմ, որ Ալիևի վրա համապատասխան ճնշումը կլինի, որ ոչինչ ստորագրի տակից դուրս արի հերիքա։ Եթե չէ, ասենք պատերազմ ես չեմ սպասում իհարկե, այդ ինչ-որ գալուտ է, մարդկանց վախեցնելու համար պատերազմի թեմա չկա նրջան, ընդհանրապես։ Չեմ տեսնում ինք, ասենք ինչ, որ ինչ, ասենք որ պատերազմ արեց Ալիևը, ինչ արնելու, սա ջնջվելու է, այնպես չի, որ ինքը հիմա ավելի լավ վիճակում է, քան 23 թվականին կամ առավել ևս 20 թվականին, հիմա ինքը շատ ավելի վատ վիճակում է, Հայաստանը շատ ավելի լուրջ պայմանագրային բազա ունի բոլոր մնացած երկրների հետ, ունի ռազմավարական աջակցության պայմանագիր Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, Հունաստանի հետ, այսինքն Ադրբեջանը հիմա շատ ավելի վատ վիճակում։ Հիմա եթե Ադրբեջանը բան արեց, ասենք այս պայմանագրային ոնց է նախաստորագրված պայմանագրային այդ սա փաթեթը զրոյացրեց ջրեց, դա իր համար շատ վատ է, այդ կարա իր համար շատ վատ ավարտի։ Մեր համար շատ ավելի լավ կանց իր համար են, ինչ որ, օքեյ։ Բայց եթե ռազմական ագրեսիա է կիրառում, ով Ալիևը պատասխան կլինի, ասում եմ իրավիճակը ռազմական իրավիճակը Ադրբեջանի հիմա մերից զգալիորեն լավ չի, ու 20 թվականին իր առավելությունը Հայաստանի նկատմամբ շատ ավելի մեծ է, քան հիմա։ Այդ թվում միջազգային ասպարեզում, ինչպես նաև 23 թվական։ Դատապարտումներ կլինեն Եվրախորհրդարանը, Եվրամիությունը։ Չէ, Նարեկ ջան, դրա մասին չի խոսքը։ Խոսքը դրա մասին չի, չէ, դրա մասին չի։ Դու արդեն ունես ուրիշ պայմանագրային հիմքեր այդ ամեն ինչ անելու։ Քո բանակն այլ կերպ պատրաստված, քո զենքնամթերքն այլ կերպ, Ռուսաստանի դերն է քո մոտ։ Դու բոլոր պատերազմները պարտվել ես, որովհետև Ռուսաստանին թողել էր քո տիկուն։ Դու տեղ չունեիր, դու ինչ անում էիր, Իրանով էիր անում, կապը տեր Իրանով, հոպը տեր Իրանով, հրետանի տեր Իրանով, սաղ Իրանով էր, հիմա Իրանով չի։ Իրանն այսինքն Ռուսաստանը, այ Իրանով հիմա լիքը բան ունենք, որը շատ ավելի դրական է։
Բայց մենք հոբ միացյալ է դեռ հոբը առանձնացված չի։ Ոչ, նոր բաները, որոնք կան, իրանք չեն կարող միացնել։ Բայց բավարար Ուղղակի ոչ մեկ բաց չի հայտարարում, որ ինքը առանձին։ Բայց մենք օրինակ ունենք MD200 ֆրանսիական բաներ, լագատորներ, որոնք դժվար է կարողանաս դու մտցնես ռուսական հոբի մեջ։ Ռուսական հոբը Ռուսաստանի հետ հոբը առանձին աշխատում է, այնտեղ առանձին աշխատում է։ Հետո ամեն դեպքում այդ հոբը պետք է անջատվի։ Այն վարկյանին, որ հասկանում ես, որ Ադրբեջանը նորից բան է անում, այդ պետք է անջատվի ռուսական դեսպանատան եւ բաներին հրահանգ է տրվում, դեսպանատան տարածքից դուրս ես գալի, քեզ համարում են որպես թշնամի, գլխիցդ կրակում, դիակը թողում են փողոցում, բացառվում է ռուսական դեսպանատան աշխատողները դեսպանատան տարածքից դուրս չգան։ Նույն բանը վերաբերում է իրանց բազային։ Այն պայմանն է, որտեղ մնացած ուրիշ տեղ որտեղ բռնեցին, ոչնչացնում են։ Դա կբերի քեզ շատ հանգիստ իրավիճակ ճակատում։ Բայց ասենք մենք անիմաստ բան ենք քննարկում, Նարեկ ջան, Ադրբեջանին դա 5000 տարի պետք չի։ Ինչի համար են գնի պատժամիջոցների տակ, նես չէ որ իրավիճակը լավ է։ Իրավիճակը լավը չի, ինքը տնտեսապես բանն է վիճակում չի, որ կարողանա պատերազմ տանել։ Հայաստանի վրա հարձակումը ոչ մի նշանակություն, ոչ մի իմաստ չունի իր համար։ Ինքը կոպիտ ասած ունի Տրամպի ստորագրված բան, հնարավորություն այդ տրիպը աշխատացնելու չի, ինքը պետք է հարձակվի, որ ինչ անի։ Խաղաղության գարանտը Ամերիկան է, ինքը չի կարա դրա վրա անցնի։ Դա հիմարություն է։ Այդ բաների համար անգրագետ մարդկանց համար է։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցը։ Ես եմ շնորհակալ։